Պարոն Բազարյան, երկար քննարկում ունեցաք այստեղ, խնդրեմ ներկայացրեք ինչ եք քննարկել, տեսանք, որ թեժ քննարկում էր, խնդրեմ հանրությանը նշեք, ներկայացնեք, թե ինչ առաջարկներով հանդես եկաք։ Ուրեմն Արցախից Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները ունեն բազմաթիվ խնդիրներ, հատկապես սոցիալական խնդիրներ, որովհետև նրանք ստիպված են եղել թողել իրենց տուն ու տեղը, գյուղացին իր ուրեմն հողը, բերքը ծառերի վրա, իրենց տնային կենդանիներին, իրենց ամեն ինչը թողել են, մի կերպ գրպանի փողը վերցրած եկել են հասել են Հայաստան։ Բնականաբար Հայաստանի իշխանությունները պարտավոր են ամեն ինչով ապահովել արցախցիներին, որպեսզի նրանք Հայաստանից չարտագաղթեն, բայց գործող իշխանությունները դիտավորյալ այնպիսի պայմաններ են ստեղծում, որ Հայաստան տեղափոխված արցախցիները արտագաղթեն, որպեսզի իրենց դեմ ուրեմն բողոքական զանգվածը ավելի քիչ լինի, որովհետև արցախցիք բնականաբար դժգոհ են այս իշխանություններից, որովհետև այս իշխանության գործնեության արդյունքում նրանք հայրենիք են կորցրել, տուն ու տեղ են կորցրել, ամեն ինչ են կորցրել։ Մենք էլ ենք հայրենիքի մի հատված կորցրել, որովհետև Արցախը մեր հայրենիքի մի մասն է եղել։ Ուրեմն սա է, մենք բարոյական եւ քաղաքական աջակցություն ենք ցուցաբերելու Հայաստան տեղափոխված բոլոր արցախցիներին, ես խոսում եմ եւ հայոց աշխարհազոր ռազմաքաղաքական միավորման անունից, որի ղեկավարն եմ հանդիսանում, եւ համահայկական ազգային միասնության խորհուրդ միավորման ուրեմն անունից, որի վարչության ղեկավար մարմնի անդամ եմ հանդիսանում։ Ես այդ երկու կազմակերպությունների բնականաբար անունից եմ խոսում, իսկ մեր ծրագրերում կա հետեւյալ ուրեմն միտումը որևէ խնդիր լուծելու համար մեր ժողովրդի եւ մեր պետության արժեվ ծառացած խնդիր լուծելու համար որպես պայման, որպես միջոց պետք է հեռացնել գործող ապազգային թուրքամետ իշխանությանը։ Իսկ իշխանությանը այս հեռացնելու համար անհրաժեշտ է համախմբել մեր ժողովրդի ազգային ուժերին, ազգային քաղաքական ընդդիմադիր կազմակերպություններին, հասարակական, քաղաքական, հայրենակցական միություններին, հիմնադրամներին, մշակութային ու մարզական միություններին եւ անհատ գործիչների մարդկանց, ովքեր եթե աշխատել են պետական կառավարման համակարգում, ազնիվ են աշխատել, չեն գողացել, չեն թալանել։ Սա մեկ եւ երկրորդը պայստազորի զինվորականներին, ազատամարտիկներին, բացի երկրապահի վերնախավից, որովհետեւ երկրապահի վերնախավը Սասուն Միքայելյանի գլխավորությամբ ուրեմն այսօր այս իշխանության հենարաներից մեկն է դարձել ցավոք սրտի։ Ուրեմն ես ուզում եմ նշել նաեւ, որ հասարակական կազմակերպությունը պետք է գոյատևի հասարակական հիմունքներով, բարեգործական, ասենք, կազմակերպություններից տարբեր, ասենք, գործարարներից ստացված միջոցների հաշվին, բայց այսօրվա երկրապահը դարձել է կիսապետական կազմակերպություն, որովհետև այն ուրեմն գոյատևում է պետբյուջեից ամսական մի քանի 100 միլիոն գումար են փոխանցում երկրապահ կամավորականների միությանը, այդ կազմակերպության ուրեմն կոմունալ ծախսերն են, տարածքների վարձավճարներն են եւ այլն եւ այլն։ Եվ բնականաբար կամավորականների միությունը նաև ուղարկում է, ասենք, սահմանամերձ ծառայության իր անդամներին։ Դա նորմալ է պայմանագրային հիմունքներով, բայց մենք ունենք ծրագրեր, որ Նիկոլը, քանի որ Հայաստանը դարձրել է ոստիկանապետություն, ոստիկանների քանակը կրկնապատկել է, բարձրաստիճան ոստիկանների ուրեմն աշխատավարձերը բարձրացրել է, տալիս է տարին մի քանի անգամ նրանց մեկ ամսա աշխատավարձի չափով պարգևավճարներ, այդ թվում նաև հենվում է դատախազության վրա, ցավոք սրտի նաև ազգային անվտանգության ծառայության վրա, որովհետև ազգային անվտանգության ծառայությունը կոչված է ապահովելու պետության անվտանգությունը, ուրեմն ունենա արտաքին ուրեմն հետախուզություն, արտաքին վտանգների գնահատում եւ համապատասխան ուրեմն անվտանգային միջոցների իրականացում, բայց մեր ազգային անվտանգության ծառայությունը ուրեմն ընդդիմադիր գործիչների վրա հարուցում է շինծ ու քրեական գործեր Նիկոլի վրա մահափորձ կազմակերպելու մեղադրանքով ու անգրագետ մի հատ ձևակերպում են դնում վարչապետի հետ ունենալով գաղափարական թշնամանք։ Մեկն էլ ես եմ եղել ուրեմն, որի վրա հարուցել են շինծ ու քրեական գործ։ Ես հայտարարել եմ դատական նիստի ընթացքում, որ գաղափարական թշնամանք հասկացողություն գոյություն չունի։ Ես եւ իմ գաղափարակից ընկերները ունենք գործող իշխանության եւ Նիկոլի հետ գաղափարական տարաձայնություններ, դրանք ուրիշ բաներ են։ Մենք չենք ընդունում այս իշխանության գործնեությունը, նրա կողմից իրականացող քաղաքականությունը, որը հենվում է դատախազության, ներքին գործերի համակարգի, ազգային անվտանգության եւ քննչական կոմիտեի վրա, ուժային կառույցների վրա։ Ուրեմն այս բոլորը ժամանակին պետքա իշխանափոխությունից հետո իրականացնել
նաև սահմանադրական փոփոխություններ ոչ նիկոլական տարբերակով։ Մենք պետք է վերածվենք, ուրեմն դառնանք նախագահական հանրապետություն, որովհետև մենք փոքր երկիր ենք, փոքր Հայաստանում 140-ից ավելի կուսակցություններ կան, ուրեմն գրանցված։ Նման գաղափարներ գոյություն չունեն, տարբերություններ։ Մեր կուսակցությունները շատ դեպքերում իրարից տարբերվում են ոչ թե իրենց գաղափարախոսությամբ, քաղաքական ծրագրերով, այլ իշխանության հանդեպ ունեցած վերաբերմունքով։ Մի քանիսը իշխանության ուղեկցող, այսպես կոչված սատելիտ կուսակցություններ են, որոնք իշխանամետ են, մնացածը գործում են ընդդիմադիր դաշտում։ Իմ հանդիպումների ընթացքում ես բոլորին ասում եմ՝ մի կողմ թողեք ձեր անձնական համակրանքներն ու հակակրանքները, մի կողմ թողեք ձեր քաղաքական կողմնորոշումները, մի մասը արևմտամետ են, մի մասը ռուսամետ են, մի կողմ թողեք ձեր ուրեմն գաղափարախոսությունը, չկան տարբեր այդքան գաղափարախոսություններ։ Բերեք համախմբվենք, ոտքի անենք մեր ժողովրդին, հեռացնենք այս ապազգային իշխանությանը, ձևավորենք նոր ազգային իշխանություն, բնականաբար, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Իսկ դրա դրույթներից ամենակարևորագույնը բանակի հզորացումն է։ Մենք պետք է ապրենք ազգ-բանակ կարգավիճակով։ Ես որ նման հայտարարություն եմ արել լրատվամիջոցների ուրեմն հետ հանդիպումների ժամանակ, Նիկոլը ասում է ազգ-բանակ դա նշանակում է ազգ նահատակ։ Ես հայտարարել եմ, որ նահատակ թող ինքը լինի։ Մենք այո փոքր պետություն ենք, գտնվում ենք երկու թշնամական պետությունների արանքում, Ադրբեջան եւ Թուրքիա, դրա համար մենք պետք է ունենանք 100,000-անոց լավ սպառազինված բանակ եւ զոր դաշնակիցներ կարող ենք ունենալ, եթե իրականացնենք ճիշտ արտաքին քաղաքականություն եւ ճիշտ դիվանագիտություն։ Ուրեմն միջազգային հարաբերություններում փոխադարձ շահերն են աշխատում։ Մեր շահերը համընկնում են Իրանի հետ, որովհետև Իրանը ունի թշնամական հարաբերություններ թուրքական աշխարհի հետ, Ադրբեջանի եւ Իսրայելի հետ, իսկ Իսրայելն ու Թուրքիան, թուրքական բոլոր պետությունները Ադրբեջանի դաշնակիցներն են։ Մեր թշնամական երկիրն է այդ թվում նաեւ Պակիստանը, որը մինչև հիմա Հայաստանը չի ճանաչել որպես անկախ պետություն, ու այս երկրները Թուրքիա, Իսրայել, Պակիստան օգնում էին Ադրբեջանին 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ մենք մենակ էինք, որովհետև Նիկոլի դիվանագիտությունը չէր աշխատել։ Մենք մենակ ենք։ Մեր հզոր դաշնակիցները կարող են լինել ուրեմն Իրանը, որի հետ մեր շահերը համընկնում են, Հունաստանը, որը Կիպրոսի հետ կապված ուրեմն հակասություններ ունի Թուրքիայի հետ, այդ թվում նաև Չինաստանը, որի հյուսիս-արևմուտքում մի 40 միլիոն ույգուրներ են թուրքալեզու ժողովուրդ ապրում, որոնք փորձում են ուրեմն ազատվել, ունեն ինքնավարություն անջատվել Չինաստանից, Հնդկաստանը, որը թշնամական հարաբերություններ ունի Պակիստանի հետ եւ մի քանի տասնյակ տարի առաջ նրանց միջև պատերազմ եղավ Քաշմիրի հարցով եւ այլ եւ ունենալով նման դաշնակիցներ մենք կարող ենք ակնկալել նրանցից ռազմական եւ քաղաքական աջակցություն, հզորացնել բանակը եւ ազատագրել Արցախը։ Սա է մեր հերրակա ծրագիրը, շնորհակալ եմ։ 12 կետերի վերաբերյալ պարոն Բազարյան, որ եկել եք հանդիպման, դուք գտնվում ենք վրանի տակ, որտեղ քննարկում էիք, հանդիպում ունեցաք, այդ հանդիպման ամփոփումն ենք նաեւ ուզում։ Այդ 12 կետերի վերաբերյալ ձեր պատկերացրած առաջարկը որն է, իրենց ինչ առաջարկներ։ Գիտեք ինչ կա, մենք ընդհանրապես բարոյական եւ քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում։ Հայաստան տեղափոխված Արցախից իրենց հիմնական մայր հայրենիք տեղափոխված արցախցիներին բարոյական եւ քաղաքական աջակցություն ենք ցուցաբերում։ Մենք ուզում ենք ապացուցենք, որ ոչ միայն ֆիզիկապես ենք լինելու ձեր կողքին, այլ նաեւ քաղաքական առումով, այլ նաեւ բարոյական, եթե ունենանք ֆինանսական հնարավորություններ, ցավոք սրտի ես չունեմ այդ հնարավորությունները, կարող ենք նաեւ նման աջակցություն ցուցաբերել։ Մենք ուղղակի նրանց գոտեպնդում ենք, որ դուք մենակ չեք, որ մենք միշտ լինելու ենք ձեր կողքին, մեզ համար մեր հայրենակիցները լինի դա Սփյուռքահայ, Արցախի հայ, թե Հայաստանցի հայ, բոլորը մեկ են, մեր ազգակիցներն են։ Այդ տարբերակումը պետք է աստիճանաբար փորձել վերացնել արցախցիներին, որովհետև Նիկոլը միշտ ճշնամաբար է տրամադրված եղել Արցախի, արցախցիների, հայոց բանակի եւ Վազգեն Սարգսյանի հանդեպ, այդ թվում նաեւ ժամանակին էլի։ Ու ինքը կա տեսագրություն, որտեղ ինքը մի պրովոկացիոն հարց է տալիս Վազգեն Սարգսյանին, Վազգեն Սարգսյանը շատ կոշտ պատասխանում է Նիկոլին, ու նրա մեջ մնացել է այդ նստվածքը։ Այո, այո։ Պարոն Բազարյան, նաև ելքը նշեցիք, որ իշխանափոխություն է համախմբվելով Արցախի քաղաքական ուժերը եւ Հայաստանի քաղաքական ուժերը։ Հնարավոր է այս իշխանափոխությունը իրագործել։ Ուրեմն Նիկոլը գերմարտ չէր, որ 18 թվին փողոցում հանեց ժողովրդին,
եւ իրականացրեց իշխանափոխություն կամ պայմանավորված, պլանավորված համաձայնեցված իշխանատվություն։ 18 թվին ոչ մի հեղափոխություն էլ չի եղել, ընդհանրապես եղել է իշխանափոխություն։ Եվ այդ իշխանափոխության ընթացքում մենք պարտություն ենք կրել պատերազմում, մենք կորցրել ենք Արցախը, բացի Արցախից նաև Հայաստանի Հանրապետությունից մի քանի տասնյակ քառակուսի կիլոմետր տարածք ռազմավարական նշանակության դիրքեր ու բարձունքներ, որտեղ թուրքերն եկել նստել են։ Ու մեր ժողովուրդը, մեր հաղթած ժողովուրդը դարձել է պարտված ժողովուրդ։ Մենք ճնշված ենք բարոյապես, որովհետև ցավոք սրտի մենք ընդամենը 44 օրում մենք կրեցինք ծանր պարտություն, որովհետև պետության գերագույն գլխավոր հրամանատար էր հայկական զինված ուժերի հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, որը ոչ մի գաղափար չունի, ոչ բանակից, ոչ էլ պատերազմի, չի ծառայել բանակում։ Նա թերի բարձրագույն կրթություն ունի, տգետ է, որովհետև հայտարարում է, որ մեկ անգամ եւս կրկնում եմ, ինքը հայտարարել է, որ մեր հայրենիք Հայաստանն է, բայց մեր պետությունը դարեր շարունակ եղել է Օսմանյան կայսրությունը։ Նա մոռանում է, որ Օսմանյան կայսրությունը հայերի հանդեպ իրականացրել է ցեղասպանություն եւ զավթել է մեր հայրենիքի մի զգալի մասը։ Ներկա Հայաստանը պատմական Հայաստանի ընդամենը 1/10 մասն է կազմում։ 1/10 մասը։ Բացի դրանից, նա գաղափար չունի, որ ներկայիս Հայաստանը դա ընդամենը արևելյան Հայաստանի մի մասն է եւ չի եղել Օսմանյան կայսրության տիրապետության ներքո։ Ներկայիս Հայաստանը Արցախի հետ միասին եղել է Իրանի տիրապետության ներքո, բայց Արցախի Խամսայի մելիքությունները, 5 մելիքությունները ունեցել են որոշակի ինքնավարություն, կիսանկախ վիճակում են եղել եւ ունեցել են որոշակի ուրեմն զորագնդեր պահելու հնարավորություն։ Սա է իրականությունը, ուրեմն դրա համար, քանի որ նա ուրանում է ցեղասպանությունը, ես կրկնում եմ, ուրեմն Շվեյցարիայում հանդիպան ժամանակ տեղի իշխանությունների եւ հայ համայնքի հետ հանդիպան ժամանակ նա հայտարարեց դեռ պետք է պարզել արդյոք եղել է ցեղասպանություն թե չի եղել, եթե եղել է ապա ինչու է եղել, ով էր մեղավոր, ի նկատի ունի որ մենք քանի որ ասենք պաշտպանում ենք ռուսներին որպես քրիստոնյաներ եւ այլն, ուրեմն դրա համար Օսմանյան կայսրությունը մեզ կոտորեց, որտեղ մենք իբր թե դավաճանեցինք թուրքերին, այսինքն մեր պետությանը, իբր թե էլի, այդպիսի հարցադրումներ է անում ու նաև դեռ հայտնի չէ թե ինչքան են զոհվել, ինչքան չեն զոհվել, այսպեսի անդադ կասկածի տակ է դնում։ Նշեց, որ պատերազմը իր օրոք չի եղել, այլ ինքն է պատերազմի ժամանակ հայտնվել։ Ինչպես կմեկնաբանեք։ Ուրեմն բնականաբար հարց է ծագում։ Ինչու մինչև Նիկոլի գալը Ադրբեջանը պատերազմ չէր սկսում։ 16 թվին մի հատ եղավ հետախուզական քարորյա պատերազմ, ռազվեդկա բոյեմ ռուսերեն այդպես են ասում, հետախուզական պատերազմ եղավ, տեսան որ չեն կարող շարունակել, դադարեցրեց 4 օրում դադարեցրեց այդ պատերազմը։ 18 թվին Նիկոլը եկավ իշխանության, 2 տարի հետո Ադրբեջանը սկսեց պատերազմ, ուրեմն առավոտ շուտ սեպտեմբերի 27-ին պատերազմ Ադրբեջանը բոլոր կողմերից հարձակվել է Արցախի վրա, Նիկոլը ազգային ժողովին հայտարարում է. եկեք պայմանավորվենք, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի, ինչ է լինի, մենք պես պարտված չենք ճանաչի։ Ինչու Նիկոլը բախտագուշակ էր, որ գիտեր, որ մենք պետք է պարտվենք, բայց մեզ պարտված չճանաչենք։ Ու կան տվյալներ, որ Ալիևը ինքը պայմանավորվել է, որ Ադրբեջանը հարձակվի եւ Նիկոլը որպես հայկական զինված ուժերի գլխավոր հրամանատար այնպես անի, որ մենք պարտություն կրենք ու ինքը Արցախը թողնի Ադրբեջանի կազմում։ Ինքը Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում Պրահայում 22 թվականի հոկտեմբերին, մնացած մեր, ասենք, ենթադրենք արտաքին գործընկերները Պուտինը հայտարարում է Հայաստանը ճանաչեց Արցախն Ադրբեջանի կազմում, ես ո՞ս կարող եմ ճանաչել Արցախի անկախությունը։ Ուրեմն իր քաղաքականության հետևանքով կրկնում եմ մենք կորցրել ենք հայրենիք։ Դա ոչ այլ ինչ է, եթե ոչ դավաճանություն։ Իսկ դավաճաններին ինչ են անելու, թող որոշի մեր ժողովուրդը։ Արցախցիների դեմ պատերազմը կարծես թե չի ավարտվել։ Գտնվելով հայրենիքի մյուս հատվածում Փաշինյանի իշխանական բոլոր լրատվամիջոցները մեծ պրոպագանդա են անում հիբրիդային պատերազմ արցախցիների դեմ այս պահին տեսանյութերով, հոդվածներով, տակը կոմենտները 200-ից ավել յուրաքանչյուր տեսանյութի տակ, որ խնդրեմ այս մասով կմեկնաբանեք ժողովրդին հավաքելով այս իրավիճակի մեջ տեսանյութի հերոսները, փաշինյանականները արցախցիների հասցեին ինչ ասես չեն խոսում, հիբրիդային պատերազմ Հայաստանի ներսում, ինչպես համախմբել ժողովրդին, հասարակությանը, հասկացնել, որ արցախցին նույն հայն է։ Մենք պետք է մեր ժողովրդին բացատրենք եւ հիշենք Չարենցի խոսքերը, որ հայ ժողովուրդ
քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է։ Ուրեմն մենք չպետք է տարբերակենք սփյուռքահայերին Ռուսաստանում, Միացյալ Նահանգներում, թե Եվրոպայում, արցախցիներին, որոնք ստիպված թողել են իրենց ամեն ինչ տուն ու տեղը եւ եկել են Հայաստան, իրենց բնականաբար մայր հայրենիք, չպետք է այդ տարբերակումը դնենք։ Մենք պետք է օգտագործենք նաեւ սփյուռքահայության պոտենցիալը, որպես ասենք մեր հայրենակիցների, որոնք բնականաբար կցանկանային, որ Հայաստանը այնպեսի պետություն լիներ, որ իրենք վերադառնային ցանկություն ունենային վերադառնալ եւ բնակվել Հայաստանում։ Բայց Նիկոլը մի շարք հայրենանվեր սփյուռքահայ գործիչների մուտքը Հայաստան արգելել է, որովհետեւ իր դեմ, ասենք, դրսում ցույցեր ու միտինգներ են կազմակերպել։ Նիկոլ Փաշինյանը խայտարակում է մեր ժողովրդին։ Մեզ համար նվաստացուցիչ է, որ նրա նման մեկը ղեկավարում է մեր պետությունը եւ ներկայացնում է Հայաստանն ու հայերին միջազգային հարաբերություններում, որտեղ այս մարդը գնում է Գերմանիա հեծանիվակ քշում, տարօրինակ բաներ անում, ինքը ուրեմն ունի որոշակի հոգեկան խանգարումներ։ Նա երբեմն ընկնում է հոգեկան խանգարումքի մեջ, որովհետեւ ինքը ասում է ես մեկ-մեկ գժվում եմ, ես անհանգստանում որ նա կարող է իրականում նորից գժվել եւ ելի մեր ժողովրդի վրա որոշակի փորձանքներ բերել։ Դրա համար պետքա որքան հնարավոր է շուտ համախմբել մեր ժողովրդին, ոտքի անել, հերացնել այս ապազգային թուրքամետ իշխանությանը, ձևավորել նոր ազգային իշխանություն, որը կիրականացնի մեր ժողովրդի նպատակներն հետապնդող, մեր ազգային պետական շահերից բխող արտաքին եւ ներքին քաղաքականություն։ Չկա փաստագրել այն ինչ այսօր տեղի ունենում, իմ ասած հիբրիդային պատերազմը իշխանական լրատվամիջոցներով ամեն օր 2-3 անց տեսանյութով ուղիղ եթեր տակը կոմենտներ փաստագրել արդյոք չի կարելի ու միջազգային հանրության իրավական հարթակներ տանել էս ամենը։ Գիտեք ինչ կա միջազգային հարաբերություններում եւս գործում է փոխադարձ շահը եւ Նժդեի խոսքերն եմ ուզում կրկնել, որ ուժն է ծնում իրավունք, միջազգային հարաբերություններում էլ ուժը ծնում իրավունք։ Բացի դրանից Նժդեը նաև հայտարարել է, որ բոլոր այն ժամանակահատվածներում, երբ մեր ժողովրդի մեջ գերակշռել են նյութապաշտները, մենք պարտություններ ենք կրել։ Իսկ բոլոր այն ժամանակահատվածներում, երբ որ մեր ժողովրդի մեջ գերակշռել են հայրենապաշտները, մենք հաղթանակներ ենք տարել։ Դրանից զատ ես ուզում եմ կրկնել Անգլիայի ղեկավար Ուինստոն Չերչիլի խոսքերը, որ որևէ պարտություն վերջնական չէ, ներողություն, որևէ հաղթանակ վերջնական չէ, պարտությունն էլ վախճանը չէ։ Կարևորը չհուսատվելն ու չհանձնվելն է։ Մենք չպետք է հանձնվենք, մենք չպետք է հարմարվենք այդ պարտության հետ։ Այսօր ադրբեջանցիք են հաղթել, ասենք այս քարորիա պատերազմում, իսկ 90-ական թվականների պատերազմում մենք էինք հաղթել։ Այնպես որ սա վերջնական չի Ադրբեջանի հաղթանակը։ Մենք կզորացնենք մեր բանակը, կձևավորենք ազգային իշխանություն, կզորացնենք մեր բանակը եւ կազատագրենք Արցախը, հաղթենք ադրբեջանցիներին։ Ուրեմն կլինի այդ հնարավորությունը։ Ես ափսոսում եմ, որ ուժային կառույցների ղեկավարները, պաշտպանության նախարարը, Սասուն Միքայելյանը հայտարարում են, որ մենք Ադրբեջանի դեմ շանս չունենք, որովհետեւ, ասենք, նրանք ուժեղ են, դրա համար պետք է համաձայնվենք Ադրբեջանի պայմաններով բոլոր ուրեմն սահմանազատումներին եւ սահմանագծումներին, որպեսզի կնքենք խաղաղության պայմանագիր։ Իսկ Ադրբեջանը անդադ հոխորտում է խաղաղության պայմանագիր չստանա, եթե չտաս Սյունիքի Միջանցքը, եթե չտաս Սևանի կեսը եւ այլ, որ 300,000 ադրբեջանցի գան, ուրեմն բնակվեն Հայաստանում, ադրբեջաներենը Հայաստանում դառնա երկրորդ պետական լեզու, այսինքն մեզ տարալուծեն թուրք ու ադրբեջանական այդ արանքում, մենք կորցնենք մեր ինքնությունը, ժամանակի ընթացքում դառնանք թուրք ու վերջանա պատմությունը։ Ուրեմն Նիկոլը կիսա թուրք է, ես ունեմ տեղեկատվություն, որ իր մայրը եղել է ադրբեջանցի։ Կիսա թուրք է ինքը, դրա համար ինքը ուրեմն թուրքական 10 լրատվամիջոցների բերեց Հայաստան, մեր պետբյուջեի հաշվին, ուրեմն հարցազրույց կազմակերպեց, հաճոյանալով, կոպիտ ասած սապոնվելով Էրդողանին։ Իսկ այդ թուրքերը, որոնք եկել էին Հայաստան, գնացին Թուրքիա, շատ վատ ուրեմն բաներով ներկայացրեցին Հայաստանը որպես աղքատ պետություն, որպես վատ ժողովուրդ եւ գրեցին, որ Երևանը դա թուրքական Էրզինջան քաղաքն է եղել,
իսկ իրանական կապույտ մզկիթը իբր թե դա թուրքական հուշարձան է։ Ընդ որում ադրբեջանցիներն ասում են, որ դա իբր թե ադրբեջանական հուշարձան է։ Վերջ արցախցիները ինչ կարգավիճակում կվերադառնան Արցախ։ Արցախցիները միայն կարող են վերադառնալ Արցախ այն դեպքում, երբ որ մենք հաղթենք Ադրբեջանին եւ ազատագրենք Արցախը։ Եթե նրանք Ադրբեջանի տիրապետության ներքո նորմալ կարողանային ապրել, չէին գաղթի Հայաստան։ Ուրեմն նրանք Հայաստանի քաղաքացիները, նրանք ադրբեջանական անձնագրեր չեն վերցրել։ Արցախում գործել է մեր դրամը, չի գործել Ադրբեջանի մանաթը։